La Pari Yerego, Derunagan Avotko Uskasi. Ortnial Termer Iisus Christos Amen. Հայր որ հերգինս ես Սուրբ Եղիցի անունքո, Եղեսե արքայությունքո, Եղիցին կամքո, որպես հերգինս և հերգրի, Հզհաց մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտաբանած, և մի տանիրս մեզ իմ փորձություն, այլ պրգյաց մեզ ի չարեն, Զիգոյ արքայություն և զորություն և պարս հավիտենից ամեն իմաստություն հսվարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ իչար խորհրդոց ի բանից և ի գործոց բրգյաց մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ սպասմամերածս ամեն հրամեցեք Pari Yerego ծեր բոլորին, նաև Pari Yerego բոլոր անոնց, որոնք կհետևին մեզի այս Facebook-յան ջամփով, live streaming-ով, ինչպես անչափ մեր հոգևոր երգներ, մեծ ու զարմանալի են քո գործերդ ամենագալ դերասված մեր, արդար ու ճշմարիտ են ջամփաներդ ամենագալ դերասված մեր։ Եկեք այս երգը նաև որպես եւ աղոթք եւ փառաբանանք Արասված մատուցենք մանավանդ այս դժվարին պայմաններու մեջ, սակայն այս դժվարին պայմաններու մեջ նաև տեսնելու, կարողանալ տեսնելու նաև Աստուծո մեծ ու զարմանալի գործերը։ Մեծ ու զարմանալի են քո գործերը, ամենագալ Տեր Աստված մեր, Դեր Աստված մեր, մենք կփոխանանք քեզ եւ կփառավորենք քո սուրբ անունդ։ Շնորհակալ ենք քո մեծագործություններուդ, ողորմությանդ ու հավատարմությանդ համար, որ ցույց կտաս սերունդ է սերունդ։ Ինչպես քո ժողովուրդը դանցավ փորձություններու, նեղություններու եւ անորոշության մեջ, բայց դու երբեք չլքեցիր զիրենք։ Դու առաջնորդեցիր, պահպանեցիր եւ քո խոստումները հաստատվեցիր։ Սորվեցու մեզի, երբ կյանքը դժվար է չմոռնալ ու կատարած գործերդ։ Երբ մեր աչքերուն առջև ճանապարհը փակ կթվի, օգնե մեզի վստահի ու առաջնորդությանդ։ Երբ մեր սիրտը վախով լեցվի, հիշեցուր մեզի, որ դու հավատարիմ ես։ Դեր բահե մեզ ու խոսքիդ մեջ։ Դուր մեզի սիրտ, որ կփնտրե քեզ, միտք, որ կհիշե քո օրհնություններդ, եւ հոգի, որ ամեն օր քեզ կփառաբանե։ Օրհնե մեր ընտանիքները, մեր զավակները ու գալիք սերունդները, որովհետեւ անոնք եւս ճանչնան ու անունդ հիշեն ու սքանչելի գործերդ եւ իրենց կյանքը ու կամքիդ համացան ապրին։ Դեր օգնե մեզի ոչ միայն հիշել ու գործերդ, այլ եւ մեր կյանքով վկայել ու բարությանդ մասին։ Թող մեր փերանները պատմեն քո մեծությունդ, իսկ մեր սրտերը միշտ վստահին քեզի։ Քեզի փառք, բադիվ եւ կողություն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Սուրբ Աստված Սուրբ եւ հզոր Սուրբ
Աղագից մերոց, և ևս խաղաղությանս դեր աղաչեսուք, վասն լսելի լինելով դյարն Աստծո ցայնի աղաչանած մերոց, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին, և իջանելով վերամեր ողորմության և կտության դյարն Աստծո, ամենագալ դեր Աստված մեր կեցոյի ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր Աստված մեր, շնորհակալություն գայտնենք քեզի, քո այն մեծամեծ գործերուդ ու զարմանալի գործերուդ համար, որ աշխարհի ստեղծագործություններն սկսյալ մինչև այսօր, ինչպես մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս արիթոմը վիդեսեր իր աշակերտներուն, հայրս մինչև հիմա գործե, ես ալ գործեմ, եւ այնպիսի գործեր, որոնք մեծ ու զարմանալի են մարդուս միտքը ըմբռնելու եւ հասկանալու համար։ Բայց այդ մեծ ու զարմանալի գործերը ուրիշ բան չեն, եթե ոչ քո սիրո արտահայտությունը հանդեպ մեղավոր մարդուն։ Այնպիսի անսահման սերմը, որ ցույց տվիր աշխարհ ղրկելով ու միածին որդիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, որուն աշխարհ քալուստով ոչ թե միայն ցույց տվավ ու սերը, այլ այդ սերը հայտնեց խաչապայքին վրա։ Սերմը, որ ովևէ մեկը չի գտնար տալ, սերմը, որ ովևէ մեկ ցևով չի գտնար չափիլ, այն աստվածային սերն է, որ ցույց տվիր ու դակավին ցույց կտաս մեղավոր մարդուն, որովհետև դու միայն այդ մեղավորին դարձն է, որ կուզես ու անոր փրկություն։ Որն համարալ մենք այսօր այստեղ հավաքված քու ներկայությամբ կուքանք մեր այդ շնորհակալությունը հայտնելու քո այդ սիրույթ համար։ Որ դու մեզ մեր յուրաքանչյուրը կանչեցիր քո այդ սիրովդ, որովհետեւ այդ սիրո վայելքը նաև մենք ունենանք եւ առավել եւս այդ սիրո վայելքը մեր շրջապատին փոխանցենք։ Անորամարալ այստեղ մեր այս հավաքը թող որ իր նպատակին ծառայե, երբ կլսենք քո պատգամներդ, երբ կվայելենք քո ներկայությունդ, թող որ այդ բոլորը միայն մեզի համար չլան, այլ այդ բոլորը առնենք, ըմբոշխնենք, վայելենք, լեցվենք եւ սակայն նաեւ ավարտին, երբ որ դուրս կգանք այս սուրբ բայրեն, նաեւ փոխանցելու մեր շրջապատին։ Մանավանդ այնպիսի շրջապատը, որ այսօր գաբրի ամբողջ մարդկությունը խավարի, ադելության, տշնամության, պատերազմի եւ ճիշտ ադոր համար է, որ դու աղոթեցիր եւ խնդրեցիր Որմեն, բսելով, չեմ ուզեր, որ զիրենք աշխարհին վերցնես, այլ գուզեմ, կխնդրեմ, որ զիրենք չարեն բահես։ Ուստի մեր ալավոտ խնդրանք նեով երկնավոր հայր, որ բահես մեզ այս աշխարհի մեջ, այնքան ադեն, որ մենք առաքելություն ունենք հների կատարելիք։ Բայց դա մեր ալավոտ խնդրանքն է, որ մեզ չարեն բահես։ Ու մանավանդ մեզ զորացնես, մեր հավատքի մեջ, մեր հույսին ու մեր սիրո մեջ, որպեսզի այդ հավատքի վահանով, փրկության սաղավարտով եւ Սուրբ Հոգիի սուրով մենք կարենանք թեմ տնել ճարին արձակած բոլոր տեսակի մխացող նետերուն։ Նաեւ վգաները դառնալու մեր շրջապատին։ Եվ միշտ բարձր բռնելու լույսը, որպեսզի մարդիկ լույսը տեսնեն, լույսին կան ու լուսավորվին։ Ուստի մեր աղոտ խնդրանքն է, որ այս սերտողությունները տուն առաջնորդես, իմաստություն տալով յուրաքանչյուրիս անխտիր խոսողին, լսողին ու մտրողին, թիդողին, հետևողին, ովքեր որոնք կհետևին, կլսեն ու մտրեն, մեզ լուսավորեք ու լույսովդ մեզ առաջնորդեք, ու մանավանդ քո պատգամները տուր մեզ այնպես մը, որ այդ բոլորը լան իբրև հոգևոր սնունդ, ոչ որպես բարձավես գիտելիքներ, տեղեկություններ։ Անով աջելու մեծնալու հոգևորապես ու մանավանդ ապահովելու մեր հավատքի գանթերի մեջ հավելյալ ցետ, որպեսզի հասցնենք մինչև ու երկրորդ քալուստից ժամանակը։ Այս այդոն նաև գաղութենք և կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք այսօր ֆիզիկապես այստեղ ներկա չեն, ինչ-ինչ բարականերու, դժվարության, նեղության, անհանգստության, հիվանդության, մեր աղոտ խնդրանքն է, որ քո աչքդ երկարես, բժշկություն շնորհես։ Ուր որ են զիրենք պահես,
Եվ ինչ որ պիտի փոխանցես այսօր, նաև այնպես մնես, որ իրենք ևս մաս եւ բաժին ունենան այս քաղցրությանը։ Նաև գաղութենք բոլոր այն բարականերուն, որոնք աղոթ խնդրեցին, իրենց ընտանեկան բարականերուն, ամուսիններուն, գիներուն, երեխաներուն, հարազատներուն, գողորությամբ եւ քթությամբ նայիր յուրաքանչյուրին։ Նաև աղոթ մենք կբարձրացնենք աշխարհի խաղաղության, ղեկավարած իմաստության, որովհետեւ չդառնան կորձիկ չարին, այլ դառնան կորձիկ բարության ու ներկայացուցիչները այս երկրավոր կյանքի, աշխարհի կյանքի մեջ։ Կբարավորենք ու Սուրբ անունը, շնորհակալություն գայտնենք ու մեծամեծ ու զարմանալի գործերուց, երբ ու ողորմությունը խնդրելով գսենք
մեզ ողորմյա։ Բարի երեկո ձեր բոլորին, բոլորի աղոթները ընդունելի լսելի ելան, նախքան մեր սերդողության անսինը, ինչպես առավոտում հիշեցի առավոտյան սերդողության, նաև այստեղ հիշեցնեմ, որ հարաճիկա 9 օրերը մինչև հաջորդող երկուշաբթին դոն է Սուրբ Աստվածածնի վերափոխման։ Առավոտում կխոսեին նաև այն մասին, թե ինչու արդյոք 9 օրեր պետք է որ բահվին այս դոնին համար, արդյոք խավարար չէ միայն մեկ օր դոնենք և վերջ, ինչպես միս բոլոր դոներու բարակային։ Ընդհակառակը, երբ որ 9 օրերու վրա դարածված են այս դոնը, նույն խորհուրդն է որ կփոխանցի մեզի, որ 9 օրերու վրա դարածված այդ խորհրդի մասին հիշենք, մտածենք։ Ոչ թե միայն Աստվածածնա թերին կամ անոր ներկայության, այլ անոր ունեցած նկարագրային գիծերուն։ Այսինքն մտածելու այն խորհրդի մասին, որ այս դոնը մեզ կփոխանցի, Աստվածածնա ունեցած համբերության, Աստվածածնի ունեցած խոնարհության, անոր ունեցած հեզության եւ հավատարմության։ Անոր ունեցած համբերության, խոնարհության, հեզության, հավատարմության, որ այս 9 օրերը գուքան մեզ հիշեցնելու, նաեւ մեզ մե յուրաքանչյուրին նկարագրային գիծերը այդ ուղղությամբ ըլլալու։ Այլևս սիրելիներ մեկ դոնած ենք 9 օրեր, 8 օրեր, մեկ շաբաթ, մեկ օր հավատքի ախոյանները իրենց ընելի գրած են, անցած են, կացած են այս երկրավոր կյանքի են, սպասելով իրենց արդարության բսագին, իսկ ապրողներուս համար ինչ օրինակ մեզի կփոխանցեն, այնպես ինչպես առակյալը Բողոս գսե իր աշակերտին Տիտոսին, ինչպիսի նկարակիրթում պետք է ունենաս, որպեսզի դառնաս օրինակելի հավատացյալներու կյանքի մեջ։ Հետևաբար, երբ որ մենք ունենք եկեղեցու կյանքերս դոնելի սուրբեր, անոնք ուրիշ բան չեն, եթե ոչ իրենց կյանքի օրինակը ընդօրինակելու նաև մենք այսօր, որովհետև վերջ-վերջո պիտի դարձնենք լավ մենք, որովհետև քրիստոնեական ապրելակերպի մը, քրիստոնեական կյանքի մը, կենցաղի մը նաև սկզբունքներն են, որ մեզի կփոխանցվին։ Եվ երբ որ ասենք, լավ ինչ են օրինակները, որպեսզի մենք ընդօրինակենք անոնց կյանքի օրինակը, ահավասիկ մեզի տրված այդ մեզ մե առաջ եղող, գործող, հավատքի համար իրենց պայքարը մողող, բարի պատերազմով մարդիկ, որոնք պահեցին իրենց հնազանդությունը, հավատարմությունը, խոնարհությունը առ Աստված։ Հետևաբար այս 9 օրերը, ինչպես դոնեն մեկ շաբաթ առաջ պատրաստություն էր այս դոնին, դոնեն հետո նաև 9 օրերու դարձյալ արիթ է մտածելու յուրաքանչյուրը, ինչպես ես կրնամ նաև Աստվածածնա նկարակիրը ունենալ նաև ինձի համար։ Եվ նպատակ ինչն է, եթե ոչ նույն այնինչ, որ Մարիամ Աստվածածին ինք ունեցավ, վերափոխվելու երկրեն երկինք։ Եվ այդ է ինչպես դարձյալ Բողոս առաքյալ գսե Տիտոսին։ Ոչ թե միայն այդպիսի նկարակիր թող որ ունենալ, այն նաև հույսով սպասեք Տիրոջ երկրորդ քալուստին։ Այսինքն այդ նկարակիրը պիտի օգնե մեզի, որպեսզի հույսով նաև սպասենք Տիրոջ երկրորդ քալուստին։ Եվ սա կնշանակի, երբ որ այդ հույսով կսպասենք Տիրոջ երկրորդ քալուստին, արդեն իմ մտքիս մեջ հստակ կլա, որ իմ տեղս հոշ չէ։ Այստեղ ես ուրիշ բան չեմ, եթե ոչ բանտուղտ եմ, եթե ոչ ժամանակավորապես եմ։ Ինչպես բար ժողովրդային փաստարկությամբ կսվին, այսօր կամ վաղը չկամ։ Ոչ թե կգործվի մի իմաստով է, այլ այսօր կամ այստեղ եմ, բայց այստեղ իմ գայքս մնալս մնայուն չէ, այլ ճամփորդի վիճակի մեջ է։ Եվ անոր համար է, որ 40 տարիները անապատային թափարումները եկան այդ սորվեցնելու այդ ժողովրդին, Իսրայելի ժողովրդին, որ դուք ելաք դուրս Եգիպտոսեն, մտաք անցակ Կարմիր ծովը, հիմա դուք պիտի ապրիք անապատային թափարումները, բայց անապատային թափարումները ցեզի համար վերջնական գայան չէ, վերջնական գայք չէ, այլ դուք գերտակ գուղվիկ, գուղևորվիկ, գարաշնորթվիկ մինչև խոստացված երկիր, բայց մինչև խոստացված երկիր դուք պիտի ապրիք 40 տարիներ թափարականի վիճակով, բանտուղտի վիճակով, եւ անոր համար է, որ Աստված գթելատրեր Մովսեսի ջանքով իր ժողովրդին, հիմա հրամայե ժողովրդին, բադվիրե ժողովրդին, որ վրանները հավաքեն, որովհետև վրանի տակ կապրեին, վրանները հավաքեն, պիտի չվեն, պիտի ճամփորդեն, եւ դեղե-դեղ գայան գունենային, դեղե-դեղ իրենց վրանները գլարեին, քիչ մը կմնային
հետո ետ կշարունակեին ճամփորդությունը։ Եվ ադգա իրենց պետք է սորվեցներ քաստիարակչական իմաստով, որ իրենք հոն մնայուն չեն։ Եվ նույն պատկերը գուքա մեզի այսօր փոխանցելու, որ մեր կյանքը այստեղ մնայուն չէ։ Բայց հաջող եկեք տեսեք, որ մենք այնպիսի ծրագիրներ կմշակենք մնայունի կարգավիճակով։ Ինչ գործ ունենք, որպեսզի մեր գայանը կեցած ըլլալիք տեղը մնայունի հանգամանք ունենա, մնայուն չենք։ Եվ շատ հստակ շատ որոշ է, դպրոց մնայունին դպրոցը չեն գերտար, դուն մնայուն նույն դուներում է չենք, ոմանք երևի ամբողջ իրենց կյանքի ընթացքին երևի մեկ անգամ եթե երբեք փոխադրված են մեկտեղ են մյուստեղ, բայց ընդհանրապես վիճակը այն է, որ դեղեդեղ կփոխադրվենք, դեղեդեղ կփոխադրվենք, դեղեդեղ կորց կփոխենք, դեղեդեղ դուն կփոխենք, դեղեդեղ մարդիկ կփոխենք եւ միշտ մնայուն փոփոխության վիճակի մեջ է։ Եվ այս բոլորը գուքան սորվեցնելու, որ մեր այստեղ գեցությունը մնայուն չէ։ Անորամար քեղեցիկ հոգեվոր երբ մգավորվսե, հոչ չէ մեր դուն, հոն է մեր դուն։ Եվ այդ իմաստով է, որ մենք ուղևորվենք, այդ սպասումով մենք ուղևորվենք։ Եվ անորամարալ Եբրայեցոս նամակի 11-րդ գլուխ հավատացյալը կգոչե որպես բանթուղթ։ Եվ բանթուղթը այն անձն է, որ մնայուն գայան չունի։ Գչվե, իր վրանը մեմը գլարե, իր վրանը մեմը գքագե, եւ գնայի հոն ուր որ հիմա հարմարությունն է։ Իսկ Աստվածաշունչի մեջ ուր է որ իրենց գայանը գճշտեին, Ելից գիրքը կպատմի մեզի, հոն ուր որ ամբի սյունը եւ գրագի սյունը գանք կարդեն, կգենար։ Հոն ուր որ կգենար, հոն իրենց վրանները գլարեին։ Երբ որ կսկսեր այդ ամբի սյունը եւ գրագի սյունը չվելու, շարժելու, իրենք նաեւ այդ վրանները կքագեին եւ կչվեին այդ ամբի եւ այդ գրագի սյունի առաջնորդությամբ։ Եվ այս պատմությունը ինչու է որ կպատմեմ, ոչ իբրև պատմություն, որտեղ նաև այսօրվան Սամոսը, որ շարունակությունն է անցած շաբթական Սամոսին, 105-րդ Սամոսին, դարձյալ իբրև պատմություն չէ, որ կպատմե։ Թե մը որ պատահած է անցյալին, արի հիշեցում ցես պատմենք։ Չէ։ Արի հիշեցում Սամոսներով վեր հիշենք, ոչ։ Այլ որպեսզի նաև սորվին, փամը սորվին, եւ ինչ պիտի սորվեին, Աստուծո մեծամեծ գործերու մասին։ Աստված ինչ հրած է, ինչու հրած է, որու համար հրած է եւ ինչ նպատակ ունի այս բոլոր եղածները։ Առավել եւս, որպեսզի այդ ջամփով սորվին, որ Աստված այս բոլորը կատարեց որպես նախաճաշակը, շուկը քալիք իրականության, որ պիտի իրականանար իր լրումը գտներ ինչով Հիսուս Քրիստոսով։ Անորամար է որ Քրիստոս քանի արիտներով գսել, չեք գարտացած, գարտացեք, եթե չեք գարտացած, գարտացեք, իսկ եթե գարտացած եք, վեր հիշեցեք, որ ինչ կսեն օրենքի գիրքերը, ինչ կսեն մարգարեությունները, ինչ կսեն նաև Սամոսները, Քրիստոսի խոսքերն են, գարտացեք կսեն, ինչ կսեն, իմ մասին կսե Քրիստոս, իր մասին ինչեր կսեն, որ գնշակ է ուրեմն այս Սամոսները, բարձավես թեպքիմը վեր արդատրությունը չէր, Թեպքիմը վերաբադումը չէր ժողովրդին, որ տեսեք, գիտեք ինչ, անցյալի մեր հայրերը այսպիսի կյանք ապրեցան։ Ընդհակառակը այս պատմության մասին նոր գդագարանի մեջ երկու տեղ հիշված կա։ Առաջին Քրիստոսի խոսքերում մեջ Հովանու ավետարան 6-րդ գլուխ։ Երբ որ գսե Քրիստոս կքարոզեր, կբժշկեր, կհրաշագործեր, հանգարց գսե բամը, գարձեք ծևոմը գդրվեցավ ամփոխեն եւ ամփոխը սկսավ զինք փնտրելու։ Եվ հանգարց երբ որ գտան զինքը, ըսին վարդավետ ռաբբի ուր ես քեզ կփնտրենք, Քրիստոս ինչ պատասխանեց։ Ըսավ դուք զիս կփնտրեք, ոչ թե զիս փնտրելու համար, այլ որովհետև հացը գերակ, ճիշտ անոր համար է որ զիս կփնտրեք։ Եվ որ հացը գերակի մասին է, 4000-ի եւ 5000-ի գերակրումի մասին է։ Եվ այդ նյութին, այդ շրջակիցին մեջ Քրիստոս գուկա հիշեցնելու եւ ասելու ծեր հայրերը գերան մանանան Երգինքեն իջած հացը անաբադի մեջ, բայց մերան, իսկ ես իմ գոմես սեզի դրվելիք հացը այն ճշմարիտ հացն է, որ իջած է երգինքեն։ Ուրեմն վերհիշեցում մրա, վերակամ մրա, անցյալի անաբադային իրենց գերած այդ մանանայի մասին։ Իսկ երկրորդ առավել մի քիչ ընդարձակ ծևով անցյալի այդ պատմությունը կվերհիշե Բողոս Սարակյալ առաջի Կորինթացյան նամակի մեջ։ Երկս է հիշեցեք Անցյալի մեր նախահայրերը անաբադի մեջ ճուրը անցան, գարմիր ձով անցան, անաբադի մեջ մանանան գերան, անաբադի մեջ ճուրը խմեցին, բայց նաև հիշեցին է, որ անաբադի մեջ նաև գուրքերու առաջ
գերան խմեցին, քինոցան բարեցին։ Եվ այդ իսկ պատճառով գսե Աստված իրենք չար դոնեց ընդհանրակը անաբադի մեջ գսե դարդնվեցան եւ չգրսան հասցնել մինչեւ խոստացված երկիր։ Եվ ասիկա գսե հիշեցեք այս բոլոր արցանակրվածները գսե Պողոս Արաքյան ուրիշ բան չեն, եթե ոչ չնենք այնինչ որ իրենք ըրին անաբադի մեջ։ Եվ ինչ որ ըրին, որում պատճառով չգրցան մտնել խոստացված երկիր, թուգա գսե զգուշ եղեք, որ նույնը ընելով հանգարց թուգալ չզրգվիկ խոստացված երկիր մուտք փորձել։ Եվ տեսեք կնշանակե եթե մենք անցյալի պատմությունը Ելից գրքի մեջ կա նշված արձանագրված առնենք որպես բարձ պատմությունը, ապա անոր մեջ պիտի տեսնենք որ ժողովուրդը պատմությունն է որ մեզի կներկայացվի։ Փարավոնի այսպես բռնադիրության տակ 400 տարի է ավելի ստրուկ վիճակի մեջ եւ հանգարց պահը գուկա որ զիրենք ազատագրեն Մովսեսի եւ Ահարոնի առաջնորդության։ Եվ սակայն անոր մեջ կա խորհուրդը, որ ավասիկ աստվածաշունչով բացատրված, ուկա մեզի ներկայացնելու, որ բարձ բաբումը, բարձ թեփը չէ, որ արձանագրված է, այն անոր մեջ կա նախաշուկը, քալիք այն իրականության, որ այսօրը սելով ոչ թե այս օրը, այլ նոր ժամանակահատվածի եղեղեցկո վիճակն է, մեղքեն դուրս եկած, մգրդության ճուր անցած եւ հիմա մենք անաբադային թափանումներու մեջ ենք, որ մենք ինչպես գավրինք մեր կյանքը իր դժվարություններով, իր նեղություններով, ճուրի տակնապի, հացի տակնապի, միսի տակնապի եւ դակավին չսելոմար եթե քիչը մենք առաջնորդություն ունեինք Մովսեսով եւ հանգարց Մովսես Սինայներ բարձրացավ օրենք ու պատվիրանները բերելու եւ քիչը անոր ուշացումը մեզ շեղեց ուղութենեն Սելոմար մենք հիմա ինչ կրնան գնել, եթե ոչ ոսկի է հորդ մշինենք եւ անոր բաշտենք, բաշտամունք ընենք։ Որ գրիշը հաջողտային մեր կյանքի մեջ որոշ դժվարություններ, նեղություններ եւ հանգարց եթե առաջնորդություն ունի եւ գարձեք այդ առաջնորդը չկա հիմա։ Բամը հերացավ, բամը գնաց, բամը փածակա է գարձե եւ հիմա գստեսի մտածել ինչ ընենք, ինչ պետք է ընենք, որովհետեւ նայեն մենք մեզի համարան ինչ շինածլանք ոսկի է հորդ մշինենք։ Գարձելով թե այդ պիտի ըլա մեզ առաջ նորդողը։ Ես սական ինչ սավասված Մովսեսին պիչի բարի չիր։ Դես սավաս ժողուք ինչ կնի։ Եվ թե դագավին շատ ժամանակ չեր անցած։ Ժամանակ շատ չեր անցած, շատ քիչ ժամանակ անցած էր իրենց Եգիպտոսի երկեն։ Եվ ադոր համար է, որ երբ որ երկրորդ օրինաց գիրքը կգարտանք, եւ երկրորդ օրինաց գրքին մեջ կսե, ես ձեզ թիթման թափարական դարձուցի անաբադի մեջ, որովհետեւ ձեր սրդին մեջինը իմանամ, որ դուք որքանով կվստահիք ինձի։ Ուրեմն կնշանակե հաջող երբ որ մենք անաբադային թափարումներու մեջով կանցնենք, հաջող երբ որ մենք որոշ դժվարություններու եւ նեղություններու մեջով կանցնենք, գմորնանք որ Աստված ինչու գթույլատրե, որովհետեւ մենք անցնենք, որովհետեւ Աստված մեր սրտին մեջինը իմանա։ Եվ հիմա գուքանք մեկ այլ ուրիշ հարցում հարցնելու, լավ եթե եք Աստված ամենակետ է, եթե չի գիտե որ իմ սրտից մեջին ինչ է։ Աստված շատ լավ գիտե, Սամոսներում մեջ գրված է, չէ՞, նիստ ու գացս գիտե, ելնելս, նստիլս, մտնելս, գիտե, իմ ծուծս, երգամներս կտնե, գիտե, կսնե, ամեն ինչ գիտե։ Բայց գուզե նաև որ ոչ թե միայն ինքը, այլ նաև ես գիտնամ, թե ես իրոք կվստահիմ իրեն կամ ոչ։ Որտեղ փորձակարն է, որ պիտի կա ցույց տալու իմ ունեցած վստահությունս, հավատարմությունս, հնազանդությունս ու մանավանդ խոնարհությունս քիչարաճվան գեդերը ճիշտ այդ են։ Մարիամի հետ եղածը այդ է որ մեզ գիշեցնե։ Անոր ունեցած խոնարհությունը, անոր ունեցած հավատարմությունը, հնազանդությունը եւ վստահությունը։ Եվ ադորամանն ինչպես պատասխանեցեք որ հրեշտակը եկավ եւ ավետեց որ այսպեսի փամը պիտի բադայի քեզի սկիզբեսավ ես այր մարդ չեմ ճանչնար բայց ավ մի մտահոգվի որտեղ ասկա սուրբ ոգին է եւ հաջորդ պատասխանը այլևայլ չէր այլ հստակ պատասխանն էր ես դիրոջ աղախինն եմ ինչ որ իր ծրագիրն ու կամքն է թող այդ կդարվի
Սիրելիներ, մենք գտոնենք չենք տոներ վերափոխման տոնը։ Անգլերենով կսեն I don't care։ Բայց ընդհանրապես եթե գտոնենք, ճիշտ այդ է նաև նպատակը, որ ինչ պիտի փոխանցե մեզի այսօր այս դժվարին պայմաններում մեջ մենք որքանով պատրաստ ենք գսելու թող որ ես դիրոջ ծառան եմ, ես դիրոջ աղախինն եմ, թող որ Աստծո կամքի ինձ ըլլա ինչպես որ է, այդպես թող ըլլա։ Եվ adorable հետևաբար երբ որ մենք այսօր կշարունակենք, պիտի տեսնենք այնպիսի խորհուրդ մգատ նույն պատմության մեջ։ Ելքի պատմությունն է այն խոսքով, հայերեն Սամոսը ելքի պատմությունն է։ Անցյալ շաբաթ մենք փորձեցինք տեսնել անոնք, որոնք ներկա չէին, անցյալ շաբաթ մենք փորձեցինք տեսնել առաջին բաժինը Փարտալու Աստծո բարձրացան անոր սուրբ անունը աղաղակելու, այլ խոսքով վկայելու այդ բոլորի մասին, եւ մանավանդ բարձրացան անոր սուրբ անունը բացականչելու, որպես նաեւ ուրիշներ եւս լսած ըլլան, այլ խոսքով ինչպես Քրիստոս ասի, եթե մարդուց արժե իմ մասից վկայություններ տակ, ես ան բոլորս արժե ծեր մասին վկայություն տալու, եւ այդ վկայությունը ուրիշ բան չէ, թե ոչ բարձրապես ասելու, գործված էի գտնվեցա, մեռած էի ողջնցա, հիմա նույն այս բարի լուրը քեզ կտամ, որպես թունալ ընդունիս դեր եւ բրկիչ Հիսուս Քրիստոսը, եւ անոր սուրբ անունը բարձրացան կանչես, որպեսզի չլսողներ նաեւ լսեն դարձի քալու նպատակով։ Եվ հետո ներկայացուց թե ինչպես իր ժողովուրդը կանչելու, իր ժողովրդին համար այդ պատրաստությունները տեսնելու, այն ինչ որ դված էր խոստում որու Աբրահամին, ու սերունդը պիտի օրտնե, եւ ու սերունդովը նաեւ սերունդները պիտի օրտնեն, եւ այդ սերունդ հասկացողության մեջ փորձեցինք տեսնել ոչ թե միայն Իսահակ սերունդը, այլ այդ Իսահակ սերունդի ճամփով փորձեցինք տեսնել Հիսուս Քրիստոս սերունդը, եւ Հիսուս Քրիստոսով սերունդները օրտնվելու։ Ուրեմն Իսահակը գտարնար նախադիպը գալի ճշմարիտ օրու Իսահակին, որ ասպարակային Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Եվ այսօր մենք պիտի շարունակենք 23-րդ համարը։ Եվ կսկսի Աբար, ուրեմն Հակոբ գնաց ուր Եգիպտոս։ Ինչու գնաց Եգիպտոս, պատմությունը եթե գարտանք, պատճառը այն է սովի պատճառով, սով։ Եվ ադոր մասին արդեն իսկ Աստված պատրաստած էր որու Հովսեփին։ Ինչ արիտով, փարավոնի տեսած երազով։ Փարավոն երազմը տեսած էր 7 տարիներու արադության տարին, 7 տարիներու սովի տարին, եւ որովհետեւ նաեւ Դագավին Հովսեփը փանդարգված էր, հանգարց Հովսեփի հետ փանդարգվածները մեկը, որ մեկը սպանվեցավ, մյուսը ազատ արձակվեցավ, 2 տարիներ հետո հիշեց, որ Հովսեփ իրեն ասած էր, խնդրած էր նայիր, ինչ կլաս, իմ մասից փարեխոսե, երբ որ դուրս գաս փարավոնին, 2 տարի հետո, երբ է արիտը փարավոնի տեսած երազի պատճառով, կամ արիտով, եւ գսե գիտես ինչ ու այդ տեսած երազի համար մեկը գա, գիտեմ, իմ փանդարգությանը սորերուն է, իմ տեսած երազս պատմած էի, բացադրած էր եւ այդ բացադրությունը ճշմարիտ եղած էր։ Դուրս անե եւ թող որ պատմի քեզի։ Եվ այդ իսարիտով դուրս եկավ եւ այդ բացադրության լույսի տակ Հովսեփը դարձավ ինչը գարավարիչը իր այդ տված բացադրության լույսին տակ։ Եվ նաեւ իրեն դրվեցավ ինչը իմաստությամբ խորհրդականները ինչ անելու առաջնորդելու։ Եվ այդ լույսին տակ տեսանք նաեւ ինչ է Հովսեփը չնայած իր փոքր տարիքին, բայց իրեն իմաստություն դրվեցավ խորհրդականներուն ինչ անելու, իմաստությամբ առաջնորդելու, ուսուցանելու, որ ադիգա նմանցուցինք նաև փոքրիկ եկեղեցին, նորալուկ եկեղեցին դրված Սուրբ Հոգի շնորհները, որովհետեւ հետանոց աշխարհին իմաստուններուն, աշխարհի դարձված գիտուններուն եւ իմաստուններուն աստվածային իմաստությունը եւ խորհուրդները փոխանցելու համար։ Եվ այդ արիտով էր, որտեղ սովը եկավ ահավասիկ, արադության տարիներուն ամփարեց սորեն ըշտեմարաններու մեջ եւ հիմա եկավ սովի տարիները։ Եվ այդ սովի տարիներուն Հակոբ իջավ քամի երգիրը գսե Սամոսերում։ Աբա Հակոբ Եգիպտոս գնաց, քամի երգրի մեջ իբրև բանթուղթ բնա գեցավ։ Քամի երգիրը նույնիսկ Եգիպտոս երգիրն է։ Ով է քամը Նոյի երկրորդ զավակն է։ Սեմ կամ Հապետ։ Իսկ քամի երկրորդ զավակը, որ կոչվի Եգիպտոս։ Ուրեմն նույն երկրի մասին է խոսքը։ Եգիպտոս իջավ եւ այնտեղ բանտուղ ապրեցավ, որպես նաեւ այնտեղ ապահովե ինչը իրեն համար ծորեն։
Որտեղ լսեցին իր զավակները, որ Եգիպտոսի մեջ ծորեն կա։ Եվ գիշեր պատմությունը, անոնք որոնք կարդացած են, այս զավակները քացին, քանի մոքիներ ծորեն առնելու։ Եվ Հովսեփ գիտա, որ իր եղբայրներն են, բայց ինքը չէր ջանցվեր, զբտված էր, եւ այնպես մը կներկայացնե, որ այդ ծորենը դվա, ծորենի բարգերու մեջ նաև իր բաժակը, որ ինքը կխմեր, նաև այնպես մի եղավ, կարծելով, որ իրենք ոչ թե միայն ծորենը օգտվեցան, այլ նաև փողություն ալրին գարձեք, անոր բաժակը թողնալով։ Եվ պայմաններ տրվեցան, մինչև որ Հակոբ իջավ Եգիպտոս։ Հետաքրքրական պատմությունն է, քիչ առաջացի իբրև պատմություն կներկայացվի։ Բայց եթե քիչ մը խոր թափանցենք, պիտի տեսնենք, որ նախ Եգիպտոս երկիրը ընդհանրապես Աստվածաշունչի մեջ, ինչպես Բաբելոն երկիրը, քաղաքը, ջանցված է Աստվածաշունչի մեջ որպես անաստվածության, որպես հեքանոսության խորհրդանիշ։ Եվ դակամին քիչ մնալ անթի, որպես չարին ներկայացուցիչը։ Երբ որ գսե Հակոբ իջավ Եգիպտոս եւ քամի երկրի մեջ բանտուղտ ապրեցավ, եկեղեցական հայրեր անոր մեջ տեսած են սովորականեն անթինը եւ անոր մեջ տեսած են Քրիստոսի ներկայությունը։ Ասելով, այնպես ինչպես Հակոբ Եգիպտոս իջավ, մեղքի աշխարհը չարին դեղը կարծեք սևողը, նույնպես ալ Քրիստոս աշխարհ եկավ, չար աշխարհ, չար մարդկության մեջ եւ այնտեղ բանտղտացավ եւ Քրիստոս շատ երկար չապրեցավ, այլ որպես բանտուղտ ապրեցավ, որովհետեւ երբ որ արիթոմ իրեն կհարցնեին Ռաբբի վարդապետ, ուր է քու տեղդ, գեցությունդ, գսե դրճունները, ջնջուկները փույն ունին, բայց մարդու որդին գլուխը դեղ տնելի քար իսկ չունի։ Գնշայը իր կյանքը երկրի վրա բանտուղտ էր, մնայուն գայան չուներ։ Ուրեմն ինչպես որ Հակոբ իջավ Եգիպտոս, չարության խորհրդանիշը եղող, նույնպես ալ միածինը Հիսուս Քրիստոս իջավ մարդկության մեջ։ Սակայն ինչ ունելու, ազատագրելու մարդկությունը այդ մեղքի ստրկությունը։ Եվ տեսեք թերագադարները, Հակոբի թերագադարը, Հովսեփի թերագադարը, եղբայրներուն թերագադարությունը, դուքա յուրաքանչյուրը իր թերը խաղալու նաև Աստծո փրկագործական ծրագրի մեջ։ Անորոման է, որ այս թերագադարները կդառնան նախաճաշակը, նախաշուքը գալիք այդ իրականության, որոնց լրումը, ամբողջական լրումը ինչի մեջ կտեսնվի Քրիստոսի կյանքի մեջ։ Անորոման է, որ հաջող մենք չենք անդրադառնալ, որ բادرակի ավարտին, երբ որ բادرակիչ կահանան վարգիչն է, փեմեն, հետևյալ վերջին փարերն է, որ գարդասան է։ Լրումն օրինած եւ մարգարեից ցույց ես Քրիստոս ասված բրգիչ մեր։ Լրումը օրենքին եւ մարգարեներուն ցույց ես Քրիստոս ասված բրգիչ մեր։ Ուրեմն ինչ որ ասված էր անցյալին մարգարեներու ջամբով, օրենքի ջամբով, Սամոսներու ջամբով, ցույց հավասիկ եկար լրումը հանդիսացր։ Ամբողջացում լրացուցին ինչ որ ասված էր անցյալին, ինչ որ բադահած էր անցյալին որպես նախաճաշակ, ցույց եկար ամբողջացնելու այդ բոլորը եւ ադորամար Քրիստոս կսեր արիթով ես չեկա մեկի ցկելու, այլ եկա լրացնելու, ամբողջացնելու, ինչ որ դրված էր անցյալին։ Եվ հետեւաբար Աստված չափազանց աջեցուց իր ժողովուրդը ուր Եգիպտոսի մեջ։ Որտեղ Հակոբ երբ որ իջավ Եգիպտոս, քանի օկիներով իջան։ Իր 11 զավակներով, որտեղ մեկը արդեն Եգիպտոսի մեջ էր Հովսեփ։ Եթե ամուսնացած էին, եթե անոնք երեխաներ ունեին, համարյա դիտելա իրենց հետ նաև իրենց ծառաներով, աղախիններով, երևի 200 հոգի, երևի։ Դիվը ինստակ չեն գիտեր, բայց եւ այնպես կսե ժամանակի ընթացքին անոնք աջեցան։ Աստված աջեցուց, շատցուց, եւ այնպես մը շատցուց, որ նաև ինչը քրքրեց Փարավոնին նախանցը։ Որտեղ երբ որ շատցան, երնշանագի ասում կդառնան վտանգ։ Եվ երբ որ ստրգացուց եւ անորոմար հանգարց կսե գարավարիչը փոխվեցավ, Փարավոնը փոխվեցավ, եւ այնպիսի մեկը եկավ, որ չեր ճանչնար Հովսեփը։ Իրեն համար Հովսեփը չեր ճանչնար։ Հովսեփը չեր ճանչնար բնական է, որտեղ Հովսեփ արդեն մահացած էր եթե նոր Փարավոնը որ դարիներ հետո, բայց ասել գուսե Հովսեփը չճանչնան, ինչպես որ մյուս Փարավոնները ճանցան Հովսեփը որպես ինչ,
Հովսեփը ջանցան որպես Աստուծո մարդը։ Եվ Հովսեփը չջանչնան կնշանակես ասված չջանչնալ։ Որտեղ Հովսեփը կարծեք դարձած էր ծերում Աստծո ներկայացուցիչը։ Անորամար է որ ինչ է որ թրթեց այդ փարավոնին, այսպես բռնադիրական վերաբերմունք ունենալու ժողովրդին, ասված չջանչնալու վիճակը։ Ինչ է որ մարդս գգասեցնել չարիք գործել Աստված ճանաչումը։ Ինչպես որ Քրիստոս գբապե արագը անիրավ թադավորին։ Եվ ինչպես կներկայացնե թադավորը, ոչ մարդոց մեկ ամճնար, ոչ ալ Աստծուց մեկ գվախնար։ Գնշան երբ որ ես մարդոց ամճնալի կամը չունի, երբ որ զասված Աստծուց մեկ վախի հասկացություն երգյուղը չունիմ, ամեն ինչ ընելու ադակ եմ արդեն որպես մարդ արարած։ Եվ adorամարը փարավոնը ուրիշ բան չէր ուներ, եթե ոչ իր բռնադիրական ստրուգի վերածելու այդ ժողովուրդը եւ այդպես ալ կներկայացնե եւ այս նոր փարավոնը գսե Հովսեփը չէր ճանչնալ։ Եվ առավել եւս իր նախանձը կրկրեց, երբ որ տեսա որ այս ժողովուրդը կշատնա եւ Աստված գսե աջեցուց այդ ժողովուրդը, զորացուց իր թշնամիներեն ավելի եւ այս երևույթը դարձավ նախանձելի վիճակ, մինչեւ իսկ թշնամական վիճակ, երբ որ այսական այդ բռնադիրական վիճակը զիրենք ներեց այն աստիճանի, որ անոնք սկսան աղաղակելու, այսինքն փողոքելու։ Եվ ոնց է որ Ելից գրքի 3-րդ գլուխը գուկա մեզ կներկայացնե Մովսես եւ Աստված երկխոսությունը եւ Աստված կսե ես լսեցի իմ ժողովրդիս աղաղակը եւ հիշեցի իմ դված խոստումս Աբրահամին եւ հիմա հասած է ժամանակը որպեսզի փրկեմ իմ ժողովուրդս։ Եվ այս դեպքի մեջ ուկա մեզ հիշեցնելու այնքան ադեն որ Աստծո իսկ թեգուս է Աստծո ժողովուրդը։ Թեգուս է Աստծո ժողովուրդը։ Նեղության եւ դժվարության մեջ չլա դժվար է բարձրացան աղաղակե եւ Աստծո օգնություն խնդրել։ Ուրեմն հաջող նաև նեղությունները եւ դժվարությունները մեզ գտնեն այնպիսի կացության մեջ, որ մենք զասված փնտրենք։ Որտեղ անգամ ասած մենք շատ զասված փնտրելու վիճակը չունենք։ Երբ որ մեր յանքերը հանգիստ են, երբ որ մեր թռվածքը դեղին է, որ մենք նեղության դժվարության գարիկի մեջ չենք, դժվար թե անգամ ասեցի, դժվար թե զասված փնտրենք։ Երբ որ նեղությունը եւ դժվարությունը կսկսին կամաց սանրանալու մեր վրա, այն ադեն կսկսին հիշելու զասված։ Եվ հաջող կարծենք ինչու պետք է որ 400 տարի սպասեր Աստված, որբեսի իջներ իր ժողովուրդը ազատելու։ Որտեղ այդ ժողովուրդը 400 տարի փորձեց յոլա երթալ իր հասկացածով։ Որ հաջող նաև մենք ալ կփորձենք մեր հասկացած ծևերով, մեր ջիկերով, ինչպես թրախտի բարդեսի մեջ թզենի դերերներով ծածկել մեր ամոթույթը։ Հաջող մենք կփորձենք մեր քիդությամբ, մեր հանջարովը, մեր չգիտեմ ցերկերազով, մեր ունեցվածքով կփորձենք յոլա երթալ մեր այս դժվարության մեջ։ Մինչև որ հասնի բահը, ուր այլևս հավասարած են կետնին, եւ կսկսենք բարձրացան աղաղակելու Աստծո անունը տալու։ Եվ գսե ես լսեցի ժողովրդիս այն աղաղակը եւ հիշեցի իմ դված խոստումս։ Հաջող որովհետեւ անոր մյուս երեսը կա որ մարդիկ կփորձեն այդ երեսով բացատրել։ Գսեն այսպես երևի Աստված թիպմամբ իմ կնստի այսպես գտիտե, կսպասե որ այս ժողովուրդը կամ այս անձը երբ է որ պետք է իմանունը սա ոչ Աստված շատ լավ գիտե։ Ինչպես քիչարակ մեջբերումը ըրի երկրորդ օրինաց քրքի մեջ ես քեզ թիպմամբ անաբադի մեջ թափարումի այդ վիճակին թողուցի, ինչու որպեսի քու սրդի մեջինը իմանամ, որտեղ հաջող մենք գարդայդնի գսելոմ, մենք Աստծո կվստահին, մենք Աստծո կհավատան, անոնք խոսքեր են, բարեր են, շրտներով են, սակայն մեր սիրտը ինչ կսե մեր սիրտը, անորամար է որ Աստված մարգարեին ճամփով գսե այսպես, այս ժողովուրդը եթե զիս կբաշտե միայն իր շրտներով, անոր սիրտը, միտքը, հոգին ինձ մե հերու է։ Անոր սիրտը միտքը հոգին ինձ մե հերու է, եթե զիս կբաշտե, այո, կբաշտե, բայց միայն զիս կբաշտե շրտներով,
Ադորաման հաջա մենք գուքան երթ, մենք կհավատանք Աստծո, մենք կվստահենք Աստծո, բայց օրերը իրենք գուքան ցույց տալու, որ գնովանի աշակերտին, ես գիտեմ իմ թասս, ես սորված եմ թասերս, քնությունը ինքը ցույց կտա, քրավորը ինքը ցույց կտա։ Հաջորդ օրը երբ որ դպրոց երթաս ուսուցիչը քեզ տասի գանչե, այն ադեն հայտնի գնե, դու գիտես քո թասերը, սորված ես քո թասերը կամ ոչ։ Նույնն է նաև մեզ մեր յուրաքանչյուրին։ Մենք անհաջող կգարձենք, որ մենք կհավատանք Աստծո, մենք կվստահենք Աստծո, բայց օրերը գուքան ցույց տալու դժվարին բահերը, հիվանդության բահերը, անկորձության բահերը, ցախորդության բահերը, փորձաքարերը։ Ինչպես ոսկի գտոր այդ փորձաքարին զարնեն ու դեսնեն համար, որքանով բղինց խառնված անոր մեջ, որքանով զուտ ոսկի է այդ մետաղը, կամ ընդհանրապես բղինց է ոսկի ալ չկա մեջ։ Արտակ դավես ոսկի գերեվի։ Անորամարը ոսկերի չփորձաքարն ունի կողմ։ Քարի գդորը զարնե այդ ոսկին, որպես դեսնե անոր իսկությունը։ Նույնպես ալ հաջող դժվարությունները, նեղությունները անոր համար է, որ տեսենք աջեցուց թշնամիներեն ավելի զորավոր դարձուց, ուր թշնամիներուն երկսե եգիպտացիներուն սկացմունքները փոխեց, որտեղ վերջի այդ ժողովուրդը երբ որ գտեսնե, փոքրամասնությունը պիտի դառնա կարծեք կամաց ինչ, մեծամասնություն եւ այս նույն պատկերը հիմա գծեցեք այսօրվա վիճակով։ Այսօր ամբողջ աշխարհը որու թեմ է Քրիստոսի եկեղեցին, Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին թեմն է, Աստծո իսկական ճշմարիտ ժողովրդին թեմն է, ուր աջած է, մեծած է, զորացած է, ուր թշնամիներուն քրքիրը այսպես նախանցը կրկրե, եւ նաեւ անոնց վերապերմունքը առաջատես չէր գսե եգիպտացիներուն վերապերմունքը հանդեպ այդ ժողովրդին։ Հանկարծ ինչ պատահեց։ Հանկարծ ինչու է, որ ընդհանրապես քրիստոնեական աշխարհը կհալածվի։ Եվ անորոշ ամբողջ այդ Եգիպտոս աշխարհը անցյալի պատմության անոր մեջ Աստծո ժողովուրդը նախադիպն է չար աշխարհին եւ անոր մեջ Աստծո ժողովրդին, որ այս բարակային ցանոթ է որպես եկեղեցի։ Եվ այդ իմաստով եգիպտացիներուն սկացումները եւ անոնք սկսան իմ ժողովուրդս ադել եւ նենգության բարվին իր ծառաներուն հետ։ Ապա Աստված ղրկեց իր ծառան Մովսեսը եւ իր ընտրյալ Ահարոնը, որոնք իր բادرված նշանների կորստրին անոնց մեջ քամի երկրի մեջ հրաշքներ կատարեցին։ Խավար ղրկեց, երկիրը խավարի մատնեց, բայց անոնք ընդդիմացան իր խոսքին։ Անոնց ճուրերը արյունի վերածեց եւ սատկեցուց անոնց սուգերը, գորդերով լեցկեցան անոնց երկիրը, մինչեւ իսկ թակավորին առանձնասենյակները։ Աստված հրամայեց եւ շանաճանճ եւ մժգուկներ ամբողջ երկիրը լեցուցին։ Անսրևի փոխարեն գարգուտ գայծակներով փոցավարեց ամբողջ երկիրը։ Հարվածեց անոնց որդադունգերը թզենիները եւ գոդորեց երկրի բոլոր ծառերը։ Հրամայեց եւ անթիվ անամար մարախներ եկավ, մեծ ու փոքր, որոնք կերան անոնց երկրին ամբողջ քուսականությունը, սպարեցին անոնց հողին ամբողջ փերքը։ Գոդորեց եգիպտացիներուն բոլոր անդրանիկ զավակները, անոնց ընտանիքներուն արջինեկները։ Եվ իմիջալուց այս բոլոր դողերու մեջ այդ 10 հարվածներուն պատկերացումն է, որ ասված ինչպես այդ 10 հարվածները տվավ։ Ինչու տվավ եւ որպես ինչ էին այդ հարվածները։ Այդ հարվածները տվավ որպես նշան։ Այդ հարվածները տվավ որպես ցույց տալու ով է ճշմարիտ Աստվածը։ Ով է այս ամբողջ ստեղծագործության ստեղծիչ արարիչը ճշմարիտը ով է։ Ոչ նեղոսքեդն է, ոչ ալ նեղոսքեդի ճամփով եղած ծեր այդ ունեցած փերքն է, որտեղ Եգիպտոս երկիրը նեղոսքեդը իր մեջ օվասիսմն էր, որ ամբողջ երկիրը բորոքեր, փերքը արադորեն։ Երբ որ այդ նույն նեղոսքեդը արյան կվերածվի, անոր մեջ կորդեր, մարախները եկան եւ փերքը փճացուցին, անով ցույց տալու, թե ով ժողովուրդ Եգիպտոսի, ինչ բանի համար որ թուն վստահած ես, ինչ բան որ քեզ համար պաշտամունքի առարգա դարձած է, որպես նեղոսքեդը, իբրև չասվածություն, այդ բոլորը արարիչ ստեղծիչ ունին անոնց ետին, որ գործե։ Անորամարալ երբ որ Մովսես պիտի երթար փարավոնին, ըսավ իձի նշանն ու դուր։ Ըսավ թող որ ցերքի քավազանդ քեզ համար լա նշան։ Երբ որ երթաս փարավոնին, քավազանը ցերքի քավազանը զարք ետնին,
Պիտի վերածվի օծի։ Ետ վերցուր այդ կավազան, օծ դարձած կավազանը, ետ պիտի վերածվի կավազանի։ Եվ առաջին առիթով երբ որ հանդիպեցավ Մովսես փարավոնին, եւ փարավոնի խորհրդականներն անում էին իրենց գաղարդական կավազանները։ Անոնց կավազաններն ալ օծի վերածվեցին։ Սակայն պատմությունը մեզ կներկայացրել է, թե ինչպես Մովսեսի կավազանը, որ օծի վերածվեցավ, այդ օծերը գլեց։ Ցույց տալու համար, որ ով է ճշմարիտ Աստվածը, որուն ներկայացուցիչը ահավասիկ Մովսես ինք է Ահարոնին հետ միասին։ Եվ հետևաբար այս հարվածները խորքի մեջ բաժական չէին, այնքան որ կան, բաժիշներ էին, բայց նաև անոնց մեջ կային արիտ ապաշխարության, որովհետեւ փարավոնը ինքը անդրադառնար։ Բայց ընդհանրապես եկեք տեսեք, որ ամեն մեկ հարվածի ավարտին փարավոնը իր սիրտը ավելի կգարձրացներ։ Փարավոնը իր սիրտը ավելի կգարձրացներ։ Եվ ադիկա գուքարին չեն խոնարհության բագասը։ Եվ որ քու սիրտը կխոնարեցնես, ընդհանրապես Աստված կկործե կյանքիդ մեջ։ Իսկ երբ որ քու սիրտը չես խոնարեցներ, այդ խոնարհության հագարակը քու սիրտը պիտի կարծրացնես։ Առավել քու մեջը պիտի հաստատվի գարձրանա ինչը, այդ ամփարդաբանությունը, այդ եսագետրոնը լալը, այդ հբարդությունը, եւ անորոմանալ պիտի կա հարվածը մինչեւ այլևս Անդրանիկ որդիներուն։ Եվ այս բարակային փարավոնին Անդրանիկը, որ նաև կնշանակե իր հաջորդը, ժառանգորդը։ Եվ որ Անդրանիկը կսպանդվի, ըսել գուզի Աստված այդ հարվածով, քու թագավորությունը դե որ վերջ կտա։ Այո, միգուցե ուրիշ փարավոններ գրնան կալ, պիտի կային, բայց այդ հարվածը արդեն ինքնին ցույց տալու, որ քու թագավորությունդ ոչ մեկ ժամանակին գրնա վերջ տրվի։ Եվ այս բոլորը իբրև ինչ են Պողոս Արաքյալը գսե, այս բոլորը քրվեցան, որովհետեւ մենք հիշենք, որ այս պատմություններով պատկաններ կան փոխանցվելիք, նաև այսօրվան մարդուն, այսօրվան անհատ մարդուն, այսօրվան ժողովուրդներուն, այսօրվան ազգերուն, այսօրվան պետություններուն, այսօրվան ղեկավարներուն, ըսելիքներ կան, պատկաններ կան, որթուն որքանալ ես ղեկավար, բայց ավարտ մգա։ Հետևաբար դու ինչպիսին ներկայացական ես, ինչ է որ կներկայացնես այս երկրի վրա քու ղեկավարությամբ, կամ դու որպես անհատ անձ, կամ դու որպես ժողովուրդ, ազգ, բնակչություն, կամ մենք ընդհանրապես ինչ բանի վրա դրած ենք մեր հույսը, մեր վստահությունը, եթե փերքի վրա դրած ենք, ահավասիկ մարախները եկան եւ գերան, եթե անցրել կսպասենք որպես փերքի համար օգտակարություն, ընդհանրապես անցրելի փոխարեն եկավ գարբուդը, որ փճացուց ամբողջ փերքը։ Եթե նևոսքետն էր մեզ համար վստահելին, նևոսքետը հավասիկ դարձավ արյան, որում մեջ եղած սուգեր ամբողջությամբ սատկեցան եւ համաճոկտվեցան։ Եվ դեպի այս բոլորը դուքան հիշեցնելու, որ մեր հույսը, մեր վստահությունը, որու վրա դրած ենք ու պետք է որ դրած լանք։ Եվ հետևաբար այս բոլորեն հետո Աբա իր ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանեց։ Հետաքրքրական է հաջող նաև մտածել, թե ինչու արդյոք Աստված չհանեց հետո հարվածներ տար։ Ինչու այս հարվածները տվավ բահելով իր ժողովուրդ այնտեղ, որպես իր ժողովուրդ իր աչքերով կտեսներ Աստուծո մեծամեծ գործերը։ Երկրորդ, որովհետեւ վերջին հարվածը, որ դրվեցավ անդրանիկներու մահվան գոդորածին, անոր մեջ կար հետեւյալը. քիշերով քարնուգը մորթե, անոր արյունը քսել, թրանըտ, որովհետեւ այս քիշեր հրեշտակը պիտի կա եւ հարվածե այն դուներու անդրանիկները, որոնք այս արյունը չեն քսած իրենց դռներում։ Եվ ադիկա պիտի ելար իրենց համար զադիգը։ Եվ ասիկա գսե դոներուն մեծ դոնն է, գլխավոր դոներուն դոնն է, որ ամեն դարի հիշես, որ Աստված ինչ ըրավ քեզի համար Եգիպտոսի մեջ։ Աստվածը սպասեց այդ հարվածները տվավ
իդես նաև ժողովուրդը իր ժողովուրդը նաև տեսնելու թե Աստված ինչեր գնե ի բանջել հարկին բնության հետ ի բանջել հարկին բնությունը օգտագործելով Ես սակայն այդ բոլորը պատկաններ փոխանցելու վերջի ոչ այս բոլորը կապված են մարդ եւ Աստված հարաբերությամբ որ մարդը հրավիր է ապաշխարության մարդը հրավիր է զղջումին մարդը հրավիր է խոնարհության որովհետեւ նաեւ մարդը վերադառնա եւ ինչը կարենա փրկությունը կարենա ծեր ցկել որովհետեւ վերջի ոչ Աստծո ուզածը մեկ բան է եւ այդ մեկ բան ուզածը որոշ է մեղավորին քարծը եւ փրկությունը Ոչ թե արդարին թարցը, որտեղ չկա մենք իսկ արդար, ընդհակառակը մեղավորներուն թարցը եւ փրկությունն է, որ Աստված եւ կփապակի, եւ կսպասե, եւ նաեւ կդարեց այդ բոլորը, ի կորց դրավ այդ բոլորը փրկության, աշխարհը գրելով իր միածին որդին։ Եվ ամասիկ այս դեպքն է, երբ որ պիտի հաներ զիրեք Եգիպտոսեն, ինչն է որ տեղի ունեցավ, այդ զատկական քարտուղին զոհակորցումը։ Եվ ադիգա պիտի դառնար Ճշմարիտ քարտուղին նախաշուքը եւ Քրիստոս ադե որ գիշե արեք խմեցեք այս զադիգը ոչ անցյալի զադիգը այլ այն ճշմարիտ նոր զադիգը որ ոչ թե անցյալի քարտուղի արինով այլ ճշմարիտ քարտուղին ինչպես դիսի Հովհաննես Մկրտիչ ահավասի Աստծո քարը Աստծո քարտուղը որ եկած է աշխարհի մեղքը վերցնելու համար Իր ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանեց, արձատով ոսկիով բեռնավորված, անոր ցեղերու մեջ դգար մարդ չգար։ Անոնց մեկնումին համար Եգիպտոս ուրախացավ, վստահ, որտեղ Եգիպտոսը ահոթողի մեջ էր։ Եվ Եգիպտոս անդրադարձավ, որ այս բոլոր հարվածները որու պատճառով գլան Իսրայելի ժողովրդի պատճառով։ Բայց նաև հանգիստ չմնաց Փարավոն։ Ինչ հրավ, ինչ ուզեցնել, այդ ժողովրդի երևեն էր Եվ իր գարկերով գսե քնած եւ հասավ մինչեւ Գարմիրծով անոնք անցան Գարմիրծով են բայց Փարավոնին գարկերը գսե Գարմիրծովի մեջ ինչ եղան խեղդվեցան եւ եգեյցական հայրերը շարագանի ջամփով այդ Գարմիրծովը Փարավոնի գարկը եւ այդ գարկերու հարցակումները գիտեք ինչպես կներկայացնեն որպես մգրտության ճուրը թե ինչպես ասե եկավ ճարը մինչեւ իսկ մգրտության ճուրի մեջ Քրիստոս կսե իր մգրդությամբ ճուրի մեջ իջնելով նաև ինչ հրավ Փարավոնին գարկերը կողքրտեց ճուրի մեջ հետևաբար երբ որ մենք կմտնենք այդ մգրդության ճուրի մեջ ինչ է որ դեղի ունենա այդ ճարին կողքրդումը եւ անով նաև հոգեվորապես հարություն առած դուրս կգան ճուրեն վերստին ծնած եւ այս անգամ քալելու ամբիսյունով եւ գրագիսյունով անապատային հապարումները հասնելու միջև հավիտենական կյանք խոստացված երկիր եւ անոնց մեկնումին համար Եգիպտոս ուրախացավ որովհետեւ անոնց պատճառով ահուտող բادرեր սիրենք ցերեգը ամբով պաշտպանեց գիշերը գրագով լուսավորեց ամբի ներկայությունը եւ լույսի գրագի ներկայությունը որ այստեղ կներկայացվի որ նախ առաջին հերթին բնական եթե պիտի առնենք ցերեգը ամբով որտեղ չմոռնանք հորասուն անապատի մեջ են իրենց հետ ճունին այսօրվան իմաստով GPS-ը Չունին իրենց հետ կարդեսը, ինչպես հասնին խոստացված երկիր։ Ցերեգը հետևաբար տեսանելի է ամբը, եւ սովորական ամբը չէր գսե Աստվածաշունչը։ Իրենց հետ կջամփորդեր։ Եվ ուր որ ամբը կգենան, իրենք կգենային։ Ամբը կչվեր, իրենք կչվեին։ Զարմանալի է, որ սովորական ամբը չէր։ Չնայած որ Աստված օգտագործե բնությունը, բայց այդ բնության ջամփով նաև քեր բնական այսպես ասած երևույթ մնե որ կբարձե այդ ամբը որպեսի տեսանելի լա որ իրենք որ ուղղությամբ պետք է երթան իսկ գրագը որովհետև իրիկուն է ամբը չերը վիրայլպես խավար է մութ է այսական գրագի սյունը կդառնա իրենց համար լուսավորության արի որովհետև քիշերով ագջամփորդեին իրեն դեր գա ուր գիշե հիմա գսե պատրաստվեցեք պիտի չվեք քիշերը պետք է գնանանք գսե ոչ պիտի չվենք ուրեմն գնշագը նաև դեր գա նաև մեր հոգևոր կյանքի մեջ քիշերները նաև չվելու քիշերները նաև աղոթքի պահեր ունենալու քիշերները նաև ինչու՞ չէ դժվարություններ ունենալու սակայն այդ քիշերվա մեջ ով է որ մեզ պիտի առաջնորդե այդ գրագի սյունը
Եվ այդ գրագեսությունը եւ այդ ամբիսյունը նաեւ դառնա ինչը խորհրդանիշը ինչի Սուրբ Հոգին, որ դալու մեզ այդ իմաստությունը, դալու մեզ այդ լուսավորությունը։ Ուրեմն ինչպես այսօրվան աղոտ կսի, հանգարց եթե մեր արչեւը թրվի վիճակը անհաղթահարելի, հիշեցեք կսի Աստծո դված խոստումը։ Հիշեցեք Աստծո առաջնորդությունը, ինչով առաջնորդեց ամբողջ ժողովուրդը։ Այսօր հաջող դժվարանանք եւ ասենք դնդեսական տակտամներ կան, բادرազներ կան, հիմա ինչ պիտենք, մանավանդ երբ որ լուրերը մտիկ կնեն, ինչ կսեն, 3 ամսվան ու դելի ապահովեցեք, 4 ամսվան չգիտեմ չուր ապահովեցեք, չգիտեմ այսքան ամսվան այսինչ ապահովեցեք։ Եվ մեր մեջ կսկսին տնելու ինչը, կասկածներ, անվստահություն, որու Աստծո նկատմամբ։ Այո, ճիշտ է ասված չէ, որ ցերկերը ցալե ոտքերը դնգե սպասեմ անանային։ Ընդհանրապես այնպես ինչպես որ փարավոնին տվավ այդ տեսիլ երազը, ըստ համար որ 7 բարար տարիներու 7 սովի տարիներ կան, որ նաև հիշեցում է այսօր մեզ յուրաքանչյուրին բարարության տարիներում մենք ինչպես ամփարեցինք այդ սորենի փերքեն փաշիններ, որպես երբ որ սովի տարիները կան, մենք կարենանք օգտագործել այդ բոլորը։ Այսինքն արաբության տարիներում լավ եղած ժամանակներուն մենք ինչպիսի հոգևոր կանցեր թիզեցինք, որպեսի նեղության եւ դժվարության մեջ այդ հոգևոր կանցերեն օգտվենք։ Եվ դա մենք արաբության տարիներուն քեֆրինք չսելու համար դակամին ասվածալ մորցան, երբ որ հիմա նեղության դժվարության օրերեն պիտի նմանենք հիմար գույսերուն, որոնք պիտի կան եւ պիտի սենք ցետ չունենք, որպեսի մեր գանթեղները վար բահենք, լուսավոր թիմավորելու համար պեսան։ Եվ իմաստուն գույսերը գսեն շատ կներեք, մեր ունեցած ցետը հազիվ մեզի փավ է։ Հազիվ մեզի փավ է։ Ուրեմն դեսեք մտածել դասերներ, արադության դարիներուն նաև սովի դարիներ կան։ Մենք ինչպիսի պատրաստություն տեսած ենք այդ սովի դարիներուն համար։ Տրամագանի մասին չէ, դուփեղենու դերիկներու մասին չէ, հոգևոր պատերազմի ըսպարազինության մասին է, որ սովի դարիները երբ որ կան, ինչպես թիմատրելու ենք։ Անորամար Պողոս Սարակյալ գսե ամեն օր, ոչ թե միայն արադության կամ սովի, ամեն օր ծեր վրա արեք Աստուծո սպարազինությունը, որպեսզի թենթնեք չարին արձակած բոլոր տեսակի մխացողները։ Որտեղ Քրիստոսի խոսքերը հստակ են, այս բոլոր դագամինը սկիզբն են։ Այս բոլորը դագամինը սկիզբն են, ցավերուն երկունքին։ Բայց ով որ մինչև վերջ համբերե, ան է որ պիտի բրգվի։ Հետևաբար այսօր մենք որքանով գարաչնորդվենք, այնպես ինչպես անցյալին անաբադի մեջ ժողովուրդն ամբողջ առաջնորդվեցավ ամբիսյունով եւ գրագի սյունով։ Այսօր նույն առաջնորդությունը ուտա մեզի ասված։ Սուրբ ոգիով, ամենասուրբ երրորդությունով, իր խոսքի, պատգամներու, կարոշության, տարբեր միջոցներով, պայմանա որ մենք կարենանք տեսնել նայել, որ ուր այդ ամբը, եւ այդ ամբի առաջնորդությամբ նաեւ առաջնորդվել։ Գիշերը նայել տեսնել ուր այդ գրագի սյունը, ինչ որ սովորական աչքերով գրնանք չտեսնեն։ Եվ իդի չկարենանք տեսնել, այլ միայն հոգևոր աչքերով, եւ երբ որ հոգևոր աչքերը փակեն, քոցեն, չսելու համար գույրեն, անորմալ խնդրելու եւ ասելու, փածվին, թող որ փածվին մեր աչքերը, որպեսզի կարենանք տեսնել ցերեկ այդ ամբը, կարենանք տեսնել քիշեր այդ գրագի սյունը, որպեսզի անով նաեւ առաջնորդվի, հասնելու համար մինչեւ խոստացված երկիր։ Երբ որ Մովսես Տիրոջ մեջ խնդրեց, դերը լորա մարկիներ ղրկեց, եւ ինչու խնդրեց, որտեղ ժողովուրդը սկսավ դրդնչալ։ Եգիպտոսի մեջ մենք լավ էինք, Եգիպտոսի մեջ միս ունեինք, Եգիպտոսի մեջ հաց ունեինք, Եգիպտոսի մեջ ջուր ունեինք, Եգիպտոսի մեջ ավելի հանգիստ էինք, չնայած Եգիպտոսի մեջ ստրուկ էինք։ Ստրուկ, բայց լավ էինք, գիտես, ճիշտ է ստրուկ էինք, բայց լավ էինք։ Ինչով լավ էինք, հաց ունեինք, ջուր ունեինք, միս ունեինք։ Մորնալով սակայն մեր հոգիները ստրուկ էին։ Երբ որ բա հասավ զասված բաշտելու, փարավոնը չարդոնեց։ Փարավոնը քեզի տված էր հացը, փարավոնը քեզի տված էր ջուրը, փարավոնը քեզի տված էր միսը, բայց փարավոնը քեզի չէր տված արտոնությունը, ազատությունը զասված բաշտելու։ Այսօր անունն է բարական։
Այսօր ամեն ինչ կուտա աշխարհը մեզի։ Այո, չնայած գարմդերեկան սով են, գարմդերեկան չուրչունին, միշչունին, հացչունին, սովամահ են, իրոք սովամահ են։ Բայց այն երկիրները, որոնք արաբության մեջ են, սակայն որքանով ազատություն ունին Աստված պաշտպան։ Որքանով ազատություն ունին Աստծո անունը բարձրացնելու։ Այսօր այս երկրի մեջ ունենք այդ ազատությունը։ Անունով ունենք որպես թե։ Եվ ադոր համար գսի Մովսեսի խնդրանքով Աստված տվավ իրենց լորամարքին, որով դրդնչացին ոչ թե սովորական բարձ խնդրանքներին, որ գիտես ինչ լորամարքի կամ միսի գարոդ ենք, հացի գարոդ ենք, չնայած ասին գարոդ ենք, չունենք, բայց դրդունչքով է որ ասին, թշկողությամբ ասին, մանավանդ երբ որ դողերը կգարտակ և գսեն եկան և Մովսեսին ասին, թուն թիտմամբ մեզ անապատ փերիր, որպեսզի հացի չուրի սովեն, բագասութենեն, մենք անապատի մեջ մեռնենք և իրենք մորցան, թե ինչպես 400 տարվա նստրուկ վիճակեն ազատագրված գարմիր ձովը անցան և իրենք իրենց աչկերովը տեսան Փարավոնի գարկերուն ընգղմումը գարմիր ձովի մեջ և այդ բոլորը տեսնել է հետո նույն դրդունչ կրին սելամար չունի սա շատ արեք ցեզի լորամարքին Եվ այնքան հետաքրական է բակտությունը գսեի ուդելու ժամանակ անոնց ագրաները կպշրվեն։ Աստուս եք միս արեք կերեք։ Եվ ադիկան նշան էր իրենց վստահելու Աստուծո։ Մեկ ուրիշ վստահության նշանն մանանան։ 6 օր ցեզ պիտի դեղացնեմ մանանան օրը օրի համար հավաքեցեք։ 6-րդ օրվան համար գրտնակի հավաքեցեք 7-րդ օրվան։ Չլան, որ ոյ մեկ օրվա մեջ գրտնակի հավաքեք 4-րդ օրվան համար, այլևս պիտի չգարենակ այդ սեր հավաքած հավելյալը պիտի չգարենակ ուդել, որտեղ պիտի փորփոսի, պիտի պճանա։ Եվ շատերը փորձեցին ռին գրտնակի հավաքելու։ Եվ այդքան մեկ այլ ուրիշ նշան մներ Աստծո վստահելու։ Եվ հետապար այսօր երբ որ դժվարության մեջ ենք անցնենք, դեր հիշենք, որ եթե Աստված 40 տարիներ մանանայով գերագրեց իր ժողովուրդը, այսօր գրնա գերագրել մեզ մանանայով, այ։ Ու մանավանդ այսօր մեզ կգերագրե այնպիսի մանանայով, ճշմարիտ հացով, որ ճշմարիտ հացը երկինք են իջած, ուրիշ մեկը չէ, թե ոչ նույնիկն Հիսուս Քրիստոսն է։ Եվ այդ հացին նկատմամբ ինչպիսի վերաբերվում Հանգարց երբ որ ցավոք սրտի գլսենք, ինչպիսի զգուշությամբ կմոտենան այդ հաղորդության։ Ցերկով առնելու, ցերկով չառնելու, զգուշանալու, թե փոխանցիկ է, փոխանցիկ չէ։ Եվ այդ հաղորդության նկատմամբ։ Եվ այդ հաղորդությունը որպես ինչ առնելու։ Եվ որ Քրիստոսը ասե այս է մարմինս և այս է մարյունս թեղ թողության, կավության, մարմնի և հոգի բժշկության։ Բայց մենք առնելու ժամանակ կմտածենք եկեղեցականին սերկը մաքուր է, մաքուր չէ, փոխանցիկ համը գրնալալ, չգրնալալ։ Այս է մեր վերաբերմունքը հանդեպ հաղորդության։ Եվ այս է ցավալին, որում մեջով գանցնի եկեղեցին։ Եվ բամը մտածել ու գա մեզի, Քրիստոսյան խոսքը, ուր է ծեր հավատքը, որ հավատքի մասին է խոսքը։ Ամբողջ մարդկությունը աղութողի մեջ սկեցին, COVID անունով, վարագի հիվանդություններով, մորնալով ճշմարիտ բժիշկը։ Ահա թե ինչու Աստված թիկմամբ մեզ թափառական կդարձնե, որպեսզի մեր սրտին մեջին իմանա, որ մենք իրեն կվստահենք կամ ոչ։ Նայիր գսե դու քո վիճակիդ նայիր։ 40 տարիներ գսե գոշիկները չմաշեցան։ 40 տարիներ գսե վրայի լաթերը չմաշեցան։ 40 տարիներ մանանայով գերագրվեցար։
մորցար, որովհետեւ քո սրտիդ մեջին իմանամ։ Բայց մնաց ոչ թե նույնը, եղավ ավելի քեշ Իսրայելի ժողովուրդ։ Որտեղ երբ որ խոստացված երկիր մտավ, այս անգամ հետևեցավ որոնց շուրջի եղող ժողովուրդներու հետանոսած պաշտամունքին։ Որնալա Երեմիայի մարգարեությունը, Եսայիայի մարգարեությունը կուկանար բոլորի մասին խոսելու։ Ինչու է 105-րդ Սամոսը, ինչու է որ իրենք կգրտնեին, որպես իրենք սորվեին, որ Աստված ինչպիսի մեծամեծ գործեր գրել է իրենց կյանքի մեջ։ Եվ եկան պահը ասելու համար մարգարեի ջանքով, այս ժողովուրդ եթե զիս կպաշտե, այս ժողովուրդը զիս կպաշտե միայն շրթներով։ Իր սիրտը հոգի միտք ինձ մերուի։ Չլանայ մենք գտնվենք այդ վիճակի մեջ, որ մարգարեի ջանքով մեզ համար լսվի։ Այս ժողովուրդը եթե զիս կպաշտե միայն իր շրթներով։ Անոր սիրտը միտքը հոգին ինձ մերուի։ Անոր համար հայտնություն ովերուն կրկի մեջ կսե ուղղած 7 եկեղեցիներուն 7 նամակներով վերադարձիր առաջվա սիրուտ, վերադարձիր։ Հիմա դու ուրիշ դերեր կացերես։ Հիշե ուր էիր, ուր գեին գար, ետ վերադարձիր։ Որտեղ կսպասեմ այլապես ջրակը կվերցնեմ։ Որտեղ ինքն է ջրակը տնողը, ինքը կվերցնե այդ ջրակը։ Հստակորեն Քրիստոս կսե, ես եմ որտեղ զե դուք ջուրերն եք, և այն ջուրը, որ դերեք բդուք չի դար ինչքն է հայրս, գհոդե, գհոդե, իսկ Բողոս արաքյալ ավելի խիստ է ոչը, կսե եթանոս աշխարին զգուշ եղի կսե, թուն ջուրը եթե կդրվեցավ, նկատի առած հրյաները, թուն որ կսե պատվաստված ես, թուրսեն եկած պատվաստված ես, թուն ավելի թյուրին գրնաս կդրվի, որ հիշեցում գնես իրեներ, որ այսպես մեր մտքերը ապահով չլան մենք արդեն կապված ենք, այո կապված ենք սակայն որքանով ինչպիսի բդուղ է որ ուտանք, հայրս որ դեսնե որ այդ ջուրը որ բդուղ չի դար, կգտրե և գրա կգնելի, և դուքան գսելու չէ որ Աստված ողորմած է, չէ որ Աստված սեր է, չէ որ Աստված այսպիսին, այո, բայց Աստվածը նաև ինչ կուզե, որ այդ ջուրերը բդուղ տան, այդ ջուղերը բդուղ տան։ Անորոման եկավ թզենին ուզեց, որ բդուղ կաղել և չգտավ, եք սանիզեց։ Աշակերտները զարմացան, այսօր մենք կզարմանանք։ Զարմանքով նույն հարցումը գարցենք, ինչու պետք էր անիծեր։ Որտեղ հստակորեն Քրիստոս եկավ բդուղ կաղելու։ Հետևաբար մեզ մեյալ բդուղ կսպասե Քրիստոս։ Որտեղ մեզ դնգած է այնպիսի տեղմը դառնալու բդղադու։ Անորոմանա Բողոս արաքյալ գխոսի բդուղներու մասին քաղաքացիական նամակի մեջ։ Մարդկային բդուղները ասոնք են, Սուրբ Հոգիի բդուղները ասոնք են։ Չսենք մենք բդուղ չունենք տալիք։ Այո, միգուցե Սուրբ Հոգիի բդուղները չունենք տալիք, միգուցե։ Բայց ուրիշ բդուղներ ունենք տալիք։ Ինչ են? Մարդկային բդուղներն են։ Արիտոնը գարտան քաղաքացիական նամակը, որ Բողոս արաքյալ գխոսի այդ բդուղներու մասին, և հստակ է գսե մարդկային բդուղները հետևյալներն են, իսկ Սուրբ Հոգիի բդուղները հետևյալներն են։ Իսկ Քրիստոս երբ որ գուկա գուզե ինչ բդուղ, Սուրբ Հոգիի բդուղները տեսնելու։ Եվ այն զարը, որ այդ բդուղը չի դար, պիտի կդրվի և գրագրծե։ Եվ ադոր ամարալ եկավ դերը, Մոսեսի մեր խնդրածները դվավ, երկնային ածով լիացուց, ժայրը ջերկեց չուր պխեցուց, կեդիվես հոսեցավ խոբան դարազության մեջ, և այդ ժայրը, որ իրենց հետ նաև կջվեր, Բողոս արաքյալը գսե Կորինթացիոն նամակի մեջ, նույնինքն Քրիստոսն էր։ Քրիստոս է պխած, ժայրը Քրիստոսն էր, ինչպես գսե Պետրոս արաքյալ ընթարական նամակի մեջ, և ով որ գսե այդ ժայրի վրա գինան, կփշրվի, նույն այդ ժայրը նաև կդառնա կլորման քար, այդ նույն ժայրը կդառնա կլորման քար, և այդ ժայրը գսեն Եզուս Քրիստոսն է, իսկ այդ ժայրեն պխած շուրերը, որ Քրիստոս կներկայացնի այդ շուրի ինչի, Սուրբ Հոգի, ինչպես պիտի խոսեր Քանանացի Սամարացի կնոջ, Հովանու ավետարան 4-րդ գլուխ։ Եկած էր չորորեն չուր վերցնելու, դվակ դուր ինձի չուր, ինչ չուր դա գսե, ես Սամարացի տուն բրյա։ Գսե եթե իմանայիր ով է քեզ մեջ չուր ուզողը, տուն իր մեջ չուր պիտի ուզեր և քեզի պիտի դար այնպիսի չուրմը, որ
շուրի այսպես ցայդուն աղբյուրներ մի վերածվել եւ ադիկա գսե Հովանես ավետարանիչը ագնարգելով Սուրբ Հոգին այսին այդ շնորհները որ գդրվեին այդ ժողովի եւ ինչի մեջ անաբադային անչրտի եղած վայրերու մեջ խոբան տարածության մեջ ինչի խոբան եւ Սամոսներու մեջ գեղեցիկ արտադրություն մգա հոգիս ինչի կնմանի գսե խոբան ջաթրդած հողի խոբան ջաթրդած այսի ճուր չէ դեսած անաբադ է եւ ուր որ ճուր չի գա այնտեղ նաեւ փուսականություն կյանք չկա ուրեմն Սուրբ Հոգին երբ որ գսկսի ցայդելու ճուր այնտեղ նաեւ գսկսի ինչը կյանքը որ կյանքը ճշմարիտ կյանքը ոչ այն մյուս սովորական կյանքը որ աճապ մենք կապի եւ դեպի ամասի անաբադի մեջ եւս Բողոս Արաքյալ այդ արտադրությունը գնե այդ ժայռը գսե որ իրենց հետ կշրջեր այդ ժայռը Հիսուս Քրիստոսն է որ մեն այդ ցայդող դուրս եկող այդ ճուրերը նաեւ քեդի պես հոսեցավ խոբան տարածության մեջ դերը հասած նկատեց ժամանակը իր սրբազան խոստումին որ դեր էր իր ծառային Աբրահամին հասած նկատեց իր դված խոստումը ուստի Եգիպտոսեն դուրս անեց իր ժողովուրդը ուրախությամբ ծնծությամբ երկերով դուրս անեց իր ընտրյանները Կանանի մեջ բնակող ասկերուն հողամասեր անոնց տվավ թույլ տվավ որ անոնք տիրանան ժողովուրդներու վաստակին պայմանավ որ անոնք իր կանոնները բահեն գործադրեն իր օրենքը ուրեմն Աստված ոչ թե միայն հանեց իրենք Եգիպտոսեն ոչ թե միայն ազատագրեց իրենք այդ ստրգուկենեն այնև ուզեց որ իրենք գերբարանափոխե եւ ինչով պիտի գերբարանափոխեր հնազանդությամբ իր պատվիրաններուն եւ օրենքին գնաշանակի այսօր երբ որ դժվարության եւ նեղության մեջ եմ Եվ Աստված իսկ կհանե դուրս այդ վիճակեն, նախ հանեց Քրիստոսով մեղքի վիճակեն, մեղքի ստրգության վիճակեն հանեց։ Եվ մենք հաջող այնպես կգործենք, երբ որ մենք դարձի կանք, ապաշխար ենք, գնամանի այն վիճակին, որ լավ է, մենք Եգիպտոսեն երանք դուրս։ Եվ հիմա սակայն երբ որ այն ուրիշ դժվարություններ եւս կսկսին մեր կյանքի մեջ լալու։ Ինչպես որ եղավ անաբադային թափառումներ ունկացին։ Մորնալով սակայն որ մեզ ինչու հանեց Եգիպտոսեն դուրս մեզ հանեց որպեսզի մեզ առաջնորդե հասնելու համար մինչև խոստացված երկիր մեզ չհանեց պարզապես անկորձութենե կորձ ունենալու մեզ չբժշկեց պարզապես հիվանդութենեն առողջ ըլլալու այն մեզ ազատագրեց որպեսզի մեզ առաջնորդե հասնելու մինչև խոստացված երկիր ուրեմն ըստ այնմ քալելու ըստ այնմ առաջնորդվելու Եվ անոնավա Բողոս Արաքյալ Դիդոսին գսե գիհիշեցնեն գսե սորվեցուր իրենց այս բոլորը որ դերը իր շնորհքը հայտնեց իր ժամանակին աշխարհ ղրգելով իր միազին որդի որ մեր մեղքերուն համար մեզ ազատագրեց բոլոր տեսակի անօրություններեն որովհետեւ նաև հույսով լեցված սպասենք անոր երկրորդ քարուստին մենք հաջող այնպես կգործենք որ Քրիստոսի քարնալ կնշանակե անկորձութենեն կորզիկա դժվարութենեն դուրս գա Հիվանդութենեն բժշկության կալ։ Ամեն բան առաջ Քրիստոսի կալ կնշանակե մեղքի ստրգութենեն ազատագրվի։ Երկրորդ գերբարանափոխվի, մտածելակերպը փոխել, ինչպես գսե Բողոս Արաքյալ, ծեր մտածելակերպը փոխեցեք։ Եթե չեք փոխած տակավին ծեր մտածելակերպը։ Եթե տակավին գաբի ծեր անցյալի կյանքը, ուրեմն որի է որ կպատկանիք։ Կնշանակի տակավին կպատկանիք աշխարհին։ Բայց Քրիստոս ցեզ ինչու կանչեց, որովհետեւ իրեն պատկանենք։ Ուրեմն ես Քրիստոս կանչեց, որովհետեւ մենք իրեն պատկանենք։ Ուրեմն պատկանելիության հասկացողություն կա։ Եվ անորոշ գսե Քրիստոս, դուք այլևս այս աշխարհին չեք պատկանիր։ Այլ ինձ կպատկանիք, որովհետեւ ես փրկակինը վճարեցի ձեր փոխարեն։ Եվ հիմա մենք ինչպես ուզենք ապրել մեր կյանքը, որու պատկանիր։ Գամ այս աշխարհին մի պատկանենք, գամ Քրիստոսի պատկանենք։ Հաջող արաբոդուն գսեի, հաջող մենք կփորձենք երկու տեղերու պատկանի։ Գիրագի օրերը հոս պատկանի, շաբթու մեջ հոս պատկանի։ Եվ արաբոդուն գիշեցնեի գսեի, հավա ինչ ուր պատկանի, երբ որ երկու օրերը մեկ օրվան մեջ կուկան։ Գիրագին եւ երկու շաբթի օրը նույն օրը եկան։
մենք որու կուզենք պատկանիլ։ Ադիգա գմնա յուրաքանչյուրին ուղված հարցում պատասխանի մասին մտածելու եւ ուր, որտեղ Քրիստոսը ստագորենս է երկու դերելու չենք կրնար ծառայել։ Կամ աշխարհին, կամ Աստծուն, կամ չարին, կամ խարին, կամ գեղձիկին, կամ ճշմարիտին։ Եվ ադիգա հարցում ունեն, որ մնա յուրաքանչյուրին, որտեղ յուրաքանչյուրին է, որ ուղղվի այդ հարցումը Քրիստոսի կողմէ ուղված։ Եվ որ ես եկա գսե Քրիստոս իմ կյանքս իսպաս տնելու ինձի քեզի յուրաքանչյուրին, հիմա իմ պատասխանս կլա իրեն ինչ։ Ադիգա կմնա յուրաքանչյուրին այդ հարցումին պատասխանի մասին մտածելու աղոթքով փակենք։ Բահավան ամենայնի Քրիստոս աչքով հովանի, լիցի վերամեր իդվե և իքիշերի ինստիլիդան, իքնալի ճանապարհ իննչել և իհարնել զին երբեք սասանեցայց, և ողորմյան քո արարածոց եմնես բազմամեղացս։ Ամեն։